ու նորից վարկ է վերցնում կառավարությունը, այս անգամ 120 միլիոն եվրո։ Զբոսաշրջության եւ մարզային ենթակառուցվածքների ծրագիր Վզեբից է վարկը։ Էկոնոմիկայի նախարարն ասում է, այն նույն ծրագիրն է, որով բարեկարգվել են Գյումրին, Գորիսը, Գառնին, Դիլիջանը եւ Ջերմուկը։ Քանի որ նախորդը համաշխարհային բանկը եւ կառավարությունը համարել է, որ հաջողությամբ է պսակվել, արդեն ավելի մեծ կարելի է կրկնակի կամ մի փոքր ավել վարկային համաձայնագիր են կնքել։ Րոպեներ անց պարզվում է, նախորդ վարկը այնքան էլ հաջողության պատմություն չունի։ Մենք պիտի մի քիչ ավելի շատ ծախսեինք նախորդ ծրագրով, բայց չենք կարողացել ծախսել, որովհետև օրինակ շինարարը ինչ որ պրոյեկտ չի կարողացել հասցնի այն։ Շինարարների խնդիրը լուծված չէ։ Հուսով ենք ընթացքում կբարելավի։ Հայաստանի իշխանությունը հիմնականում հույսով է վզեբից պարտքն ավելացնում, ընդգծում են ընդդիմադիրները։ Հիշեցնում, Հայաստանը արդեն կքում է պարտքերի բեռի տակ։ Միայն այս տարի կառավարությունը 1 տրիլիոն 53 միլիարդ դրամ է տալու պարտքի մարման եւ սպասարկման համար, բայց վզեբից վերցրած 120 միլիոն եվրոին վերադառնալով։ Այսօրվա տոկոսադրույքով մոտավորապես 3%-ը իր վարկի տոկոսը մոտավորապես այդքան է գալիս։ Մատ խնդրում եմ մաթեմատիկան արեք, տեսնենք ոնց ստացանք դա եւ ինչի չկա ստեղ դա գրված։ Նոր վարկի տոկոսադրույքի մասին հարցը իրարանցում է առաջացնում։ Ամբողջը չէ, որ ֆիքսված է, կան նաեւ տոկոսադրույքի փոփոխական մաս։ Պարոն Հովհաննիսյանից ստացանք տեղեկան քարակ։ Ֆինանսների նախարարն է օգնության հասնում էկոնոմիկայի նախարարի։ Վարկի տեղեկանք է ուղարկել մեյլով։ 31-10-25-ի դրությամբ 3.088 էր, այսօրվա դրությամբ 3.050։ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում ԿՊԱ-ականները հավանության են արժանացնում վզեբից նոր 120 միլիոն եվրո վարկ վերցնելու նախագիծը։ Հիշում, թե վզեբի վարկերով որքան բան է կառուցվել Հայաստանում։ Ինչ տեսք ունի Գյումրին, ինչ տեսք ունի Գորիսը, ինչ տեսք ունի Դիլիջանը։ Մի մոռացեք, Դիլիջանն այսօրվա տեսքն ունի Ռուբեն Վարդանյանի շնորհիվ, որին բանտել են Բաքվում Փաշինյանի իշխանության լուր համաձայնությամբ։ Ընդդիմադիր падգամավորի հիշեցումն է։ Խոսել Դիլիջանի մասին, չհիշատակել Ռուբեն Վարդանյանի անունը, ազնիվ չէ։ Արփիս Քեսյան, Հենրիկ Համազասպյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։